Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական եւ այլ վարույթային գործողություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Դատախազը մայիսի 19-ին Շիրակի մարզի Առաջին ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում նախորդ տարվա նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը։ ԱԱ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քննչական կոմիտեի պետության համանդրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հերակա-քրեական վարույթի նախաքննությունը։ 2010 թվականի մարտի 15-ին Պաշտպանության բանակի Զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում հայտնաբերվել է նույն Զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային ՎՄ-ի դիակը պարանոցի միջոցով երկաթյա պտտաձողից կախված վիճակում։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2010 թվականի մարտի 14-ին նույն Զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ ԱԽ-ն եւ ՆԳ-ն շարքային ՎՄ-ին ճնշելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ վերջինիս կողմից խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու համար հալածանքների են ենթարկել նրան, ինչի հետևանքով ՎՄ-ն նույն օրը կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել։ Դատախազը մայիսի 15-ին Երևանի Առաջին ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը։ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 25-ին ժամը 16-ից մինչև 17 ընկած ժամանակահատվածում ԱՔ-ն ավտոմեքենայով Երևանում փորձել է առևանգել 2 անչափահասի։ Նա նույն օրը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնավորվել է, որ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի Պարեկը իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով կաշառքի միջնորդությամբ պատրվակով 300,000 դրամ գումար է ստացել։ Պարեկին մեղադրանք է ներկայացվել, վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Մայիսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հորընկեր ու ցանկություն հայտնել ուղեկցել տուն։ Երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն ու ճանապարհը շարունակելով հեռացել է։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում տղամարդու ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։ Մայիսի 15-ին Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ոստիկանության բաժին է տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով ապրիլի 23-ից հետախուզվող օտարերկրացի 38-ամյա տղամարդ, խափանման միջոցը կալանք։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ շենքերից մեկի շքամուտքում տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Մայիսի 15-ին ապօրինի թմրանյութ ձեռք բերելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվելու բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած ջիպ մագնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Խոզարկությամբ հայտնաբերվել է 15 փաթեթ, ընդհանուր մոտ 18 գրամ քաշով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որի մի մասը գնել է Telegram հավելվածի միջոցով ընկերոջը փոխանցելու համար, մնացածը գտել շքամուտքից։ Մայիսի 16-ին Զվարթնոց օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։ Պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը։ Նա Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, անձնական խոզարկությամբ գողացված գումարը հայտնաբերվել է։ Մայիսի 19-ին 911 ծառայությունը հազանգստացվել, որ Արագածոտնի մարզի Կատնախբյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ եւ ծուխ է նկատվում։ Հրշեջները մարել են տան առաջացած կրակը, որտեղ այնուհետև ծխապատ հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության Արմավիր տարածքային բաժնի ծառայողները իրացնելով օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների եւ այլ արգելված իրերի ներթափանցման մասին մայիսի 19-ին մանրակրկիտ զննության են ենթարկել Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի ԱՀ-ի կողմից բերված սառնարանը եւ հատուկ պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 32 բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք, 5 զույգ ականջակալ եւ 3 USB լար։
Մայիսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլվա-Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել, դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարներ, 4 մարտական հաշվարկ, պարզվել է, որ կամազ մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել ու բախվել գազատարին, վնասելով այն, առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները, այրվել է 4 տրանսպորտային միջոց, փայտե էլեկտրական սյուն, վնասված գազատարից արտահոսած գազը, ջերմահարվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, հարակից շենքից օդափոխիչներ, գազի հաշվիչ։ Մայիսի 19-ին Աբովյան Նոր Հաճան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Opel Combo եւ Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 18-ին Մարգարավանաձոր Տաշիր ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվելի վարած 2102, 28-ամյա Արմենի վարած Ֆավ մակնիշի ասֆալտով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ։ 2102-ի վարորդ Սամվելը տեղափոխվել է հիվանդանոց։ Մայիսի 16-ին քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն։ Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է Այգեհովիտ տունը, հայտնաբերվել է 105 փամփուշտ պոլիէթիլենային տոպրակով վառոդ եւ գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսափող է, մյուսը հարթափող։ Տանտերը հայտնել է, որ զենք զինամթերքն իրեն տարիներ առաջ նվիրել է հանգուցյալ ազգականը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ապրիլի 15-ին համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Opel մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Առաջին դեպքը չէր եւ մեխանիզմը նույնն էր։ Գողությունից հետո տուժողը Telegram-ի միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները։ Ընդ որում առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները։ Այս եւ գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ եւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։ Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին ժամը 5:20-ին Մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Ձերբակալվածն ու կազմված սպասածները ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը։ Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև Mitsubishi մեքենայի համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով եւս 3 ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին եւ 7-ին, ու սա դեռ ամբողջը չէ։ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։